Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք վերածնվող Արցախ հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանին։ Բարի գալուստ մեր տաղավար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Կարճ ինչ է տեղի ունենում մեր հայկական դաշտում քաղաքական եւ ոչ միայն քաղաքական արցախցիների շուրջ եւ Արցախի շուրջ, խնդրեմ։ Ուրեմն, այնիշ մենք այսօրվա պարագայում ականատես եք ինչ է կատարում, թե քաղաքական դաշտում, թե մեր հասարակության մեջ, սա ամեն ինչ սկսել է Արցախի կործանումից հետո։ Արցախի կործանումից ես անվանելով դավաճանության հանցագործության սկզբունքներով, որը տեղի ունեցել պետական մակարդակով, ես այդ խոսքից չեմ խուսափի, ու միջև օրս էլ ուր արդեն տեսնելով իրական ներկայիշխանության պահվածքը, դրսևորումը, ես ասեմ, որ դա եղել է պետական մակարդակով հանցագործություն, պետական մակարդակով դավաճանություն սեփական ազգի նկատմամբ։ Այդ իրավիճակից հետո Արցախի ժողովրդի տեղահանումից, հայաթափումից հետո Մայր Հայաստան, մենք կրկնապատիկ ականատես եղանք, թե ովքեր են այդ հարցի կործանման, թե շահագրգռված կողմը եղել Արցախի հարցի փակմանը, Արցախի այս ձևի լուծման խոսքի դերակատարների մասին եմ խոսում։ Ու մենք այսօր դա ամեն ինչ տեսնում ենք ցավով, մենք այսօր ինչ որ տեսնում մեր կատարվում է մեր բոլորիս աչքի առաջ, պետք չի գլոբալ ինչ որ մտածելակերպ դիրապետող մարդ մենակ հասկանա, սա շարքային քաղաքացուց սկսած հայ ազգային պատկանելություն ունեցող անձ, կրոնական պատկանելություն ունեցող անձ կարա հասկանա, հայ ազգի մասին եմ խոսում, հայ ժողովրդի, կարա հասկանա ինչի համար է սա կատարվել, ինչի համար են սրանց բերել իշխանության, ու ես ասեմ բերել, որովհետև սրանք այն մարդու, այն հայի կերպարը չեն, որ իրենց անցած ճանապարհով կամ իրենց մարդ կերպարով, ազգեյության իմաստով կերպարով գան դառնային առաջնորդ կամ ղեկավար անձ։ Սա բոլորը եղել է ծրագրավորված, կարող է մեկ մանրամասները տեղյակ չեն այդ ծրագրավորված ինչ քայլերի հիման վրա է եկել, բայց ինչ վերաբերում է, որ եկել են Արցախը հանձնելու, եկել են հայ ժողովրդին այս իրավիճակում խոսքի բանանելու, այդ ճանապարհը փոխելու, մենք բոլորս այսօր ականատես ենք։ Եթե երկրի ղեկավարը, պաշտոնական անձը, պատասխանատուն արդեն բաց տեքստով իր ժողովրդին սպառնում է, իր հասարակ այն շարքային մարդուն սպառնում է կամ բանանում, վիրավորում է այն հանգամանքների հիման վրա, որ մարդ գալիս է իրեն հարց հատալիս, մեկը գալիս է Արցախի կործանման հետ կապված հարց հատալիս, խիեք ձեր խոստումից հրաժարվել, մեկը գալիս է հարց հատալիս անհետ կորածների հետ կապված միջև օրս խիչի բարձաբանած կամ մեր երեխեքը ուր են, մեկը գալիս է հարց հատալիս, որ այսքան քանակի զոհերը, որ դուք անվանում եք դավաճանության բաներ կա, հետքեր կա, հանցագործության հետքեր կա, միջև օրս 20 թվից հետո, որ չի պարզաբանول, մի հատ պատժված մարդ չի տեսնում հասարակությունը, մի հատ պատասխանատվության ենթարկած չի տեսնում հասարակությունը, ես ինձ վերապահում եմ անվանել համար 1 պատասխանատուն, համար 1 դավաճանները, համար 1 հանցագործների ներկայիշխանության ղեկավարներին։ Շատ լավ, տեսեք Անաստաս ջան, դուք շատ ծանր հանցագործության մեջ եք մեղադրում։ Դավաճանությունը դա իմ կարծիքով ամենավատ հանցագործությունն է, որ կարա մարդը անի ընդհանրապես ոչ մենակ իր պետության, նաև հայրենիքի եւ իր ազգի դեմ։ Դուք անվանում եք դավաճանություն։ Մենակ, ասեք ձեր կարծիքով, մենակ այս իշխանությունն է դավաճանել մեր սկզբունքների, մեր Արցախին, մեր արցախայության, ընդհանրապես вообще մեզ, այս արցախայությանը չեմ ուզում տարանջատեմ, որովհետեւ պայքարը մերն է եղել, բոլորին սա եղել։ Ու այդ պայքարին շատ մարդիկ անձնազոհ են եղել եւ իրենց ամենաթանկն են տվել, իրենց ընտանիքներից բաժանվելով ընդմիշտ, անմահանալով գնալով այս աշխարհից, իրենց երեխաները մեծացել են առանց հայրիկների։ Իմ ուզում եմ հասկանամ, այդ մեղավորությունը դուք դնում եք մենակ Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա, թե ձեր համար կան ավելի մեղավորներ նույնպես, թե շարունակական է դավաճանական շարունակական է։ Նայեք, մի մարդու դավաճանության գործնեությունով չի լինում ընդհանուր տենց մեծ, որ ասում են դավաճանության այս ցավալի արդյունքներ։
հաշվի առնելով, որ ներկա իշխանության օրոք է սկսել այդ գործողությունը 0 կետ կոչվող այդ իր բանակցային իմաստով, հաշվի առնելով, որ ներկա իշխանության համար մեկ պատասխանատվություն ներկայացուցիչի բարձրաձայնելով այն ամենակարևոր հարցը, սկսած Արցախի հիմնախնդրին, սկսած Արցախի ժողովրդի իրավունքից, սկսած մեր ազգի այս տարածաշրջանում իր դերակատարությունը ունենալու հիման վրա, ես այս բոլոր բառերը ոչ թե հորինում եմ, այլ այս բոլոր բառերը 8 տարվա ընթացքում տեսնելով իրենց իշխանության ղեկավարման ընթացքում իրենց դրսևորումը, իրենց պահվածքը, ես դրա հիման վրա խոսքի այսօրվա պահով տենց խոսույթ եմ օգտագործում։ Բայց այն ինչ վերաբերվում է մեղավորները խոսքի մենակ ինքը չի եղել, այո, մեղավորները մենակ ինքը չի։ Առաջի հերթին նրանք էլ են մեղավոր, ովքեր բերել են իշխանության։ Սրա նման մարդուն։ Արդեն Կբացեք մեղավոր են։ փակագծեր, ովքեր են բերել։ Ովքեր են բերել, Այո։ դե որ այս իրավիճակում նախկին իշխանությունը մինչև իրանց Դուք Սերժ Սարգսյանին նկատի ունեք։ կոնկրետ Սերժ Սարգսյանին Ում իր ունի, մեղավորությունը, բայց խո իր Չէ, դուք ասում մեղավորություններ եք կա։ բերեցին, տեսեք, բերել է, ես հասկանում եմ հետեւյալ կերպ։ Նայեք, Կամ թույլ տվեցին, որբիսի ինքը գա, կամ իրենց հենց ծրագրված, ոնց որ ժողովրդի մի մասը ասում է, որ Սերժ Սարգսյանը ծրագրված Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության։ Կան այդպես մարդիկ, որ դենց են պնդում։ Ես Հիմա մենք հավատում ենք, չենք հավատում այդ իրենց ասածին, դրա համար ուզում եմ ճշտել։ Բաց թողումների հետևանք էր, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ երկրի վարչապետ, թե ծրագրավորված կոնտրոլի տակ պահված բերվեց իշխանություն։ նայեք, որ մենք այսօր տեսնում ենք արտաքին ուժերի ստեղ դերակատարությունը, մենք գիտենք, որ մի անձի հետ կապված կամ ինչ որ ղեկավարի հետ կապված մենակ չի եղել, բայց տեղյակ են եղել ինչի համար են սրան բերում։ Տեղյակ են եղել ինչի համար են սրան գալիս։ Սերժ Սարգսյանն ասել է դրա մասին։ Ասել է իր մեջքի հետևում նենց ուժեր են կանգնած, որ ես անզորի եմ։ Ես դրա մասին եմ ուզում անդրադառնամ, որ ես ոչ թե պարտվել եմ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը, այլ պարտվել եմ կենտրոնների, խոսքի ուրիշ կենտրոններին, ուրիշ, որ ասում է, այդ ուժերին։ Բայց ստեղ մի հատ էլի հարց կա, էլի, որ ես միշտ այդ հարցի պատասխանը ոչ թե արտահայտության իմաստով մենք պիտի բանանենք, ձևակերպենք մեր միտքը կամ այդ հարցի պատասխանը, սա վճռական ժամանակ ա եղել բոլորիս համար, ճակատագրական, պատմական ժամանակ ա եղել։ Արդյոք մենք չենք հասկացել սրանց բերելով կամ այդ ուժերի ներկվանանելով, որ սրան բերում են իշխանությանը, մեզ ինչ է սպասվում։ Մենք գիտեինք, ուրեմն դրա բոլոր վտանգների հետ կապված, չէ՞։ Մենք գիտեինք դրա արդյունքները, որ շատ ցավալի են։ Անաստաս ջան, մարդիկ ասում են, այս մարդիկ եկել են մեր Արցախը հանձնելու։ Նույն Սերժ Սարգսյանը գոռում էր դրա մասին։ Այս հիմի, բայց իրեն գալու ժամանակ այդ ձևի խոսուց չի եղել։ Այս ներկա իշխանության գալու իշխանության օրոք, ներկա իշխանության ներկայացուցիչներն էլ էին վախում Արցախից վատ բան կամ բացական բան խոսել։ Ընդհանրապես, իրանք ամենաշատ արցախապաշտներն էին։ Այդ խոսույթով են չէ եկել իշխանությանը իրանք։ Այդ բանով են չէ եկել այդ վերարտադրվել 21 թվականին նույնպես այդ խոսույթով 21 թվականի վերարտադրվելու բանով հիման վրա Շուշի դեօկուպացիա, Հադրութի դեօկուպացիա այդ խոսույթից, այդ կապացի խոսույթից ծրագրի մեջ կա։ Ինչի համար են օգտագործել իրենք այդ բառերը։ Եթե դուք վստահ եք եղել, որ ժողովուրդը ձեզ ձայն չի տալու, կամ էլ էս մեկը մտավախություն կար, օգտագործել են այդ խոսույթը, չէ՞։ Էլի այդ խոսույթի տակ կարևորացնելով Արցախը, կարևորացնելով Արցախի պատմական նշանակությունը մեր ազգային սկզբունքներից սկսած, մեր ընդհանուր իրայությունով օգտագործել են այդ բառերը, վերընտրվել են, ժողովուրդը գնացել ընտրել են, հավատալով այդ բառերին, ու մնացած կետերն էլ էլի կարևոր նշանակություն ունեցող կետերն էլ։ Ու այդ ընթացքում միջև օրս ոչ մի կետի, ոչ մի ընդհանուր խոստումների տեր չեն կանգնել։ Սուտ են ասել, խաբել են, ժողովրդին տարել են էլի զոհաբերել։ Մեր ազգի ժողովրդի շահ, ասեմ քեզ, որովհետև դավաճան հարց եք տալիս, խի եք ասում դավաճան։ Չէ, մի րոպե, Անաստաս ջան։ Դավաճան Թույլ տվեք, հասկացությունը, որբիսի մեր խոսակցությունը գնա անենց որ մեր մարդիկ ովքեր նայում են հասկանան ինչու մասին է խոսքը։ Մի երկու հարց տամ էլի, այդ ձեր ասածը, որ ինքը սուտ է խոսում, ես անում։ Սուտ խոսողին ծափ տվողներ այսօր կան։
Նույն արցախցիներից կան։ Կան։ Հիմի հարց եմ ես ձեզ հնչեցնում, եղբայր։ Այն ժամանակ, երբ որ ինքը 20 թվականին արդեն նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո մեր հայերը նորից հետ գնացին, այնտեղ նորից վերաբնակեցվեն։ Ինձ կներես, մի հատ հարց էլի, դու բոլորին բանա, այդ նույնը Ռուսաստանի Դաշնությանը, այդ ձև շնորհակալություն հայտնելը Արցախահայության կողմից ինչ էր նշանակում։ Այսինքն, տեսեք, ես այդտեղ ուրիշ բան չեմ ուզում հասկացնեմ։ Շատերը ինձ հիմնավորում են դրանում, ես իրանց հասկանում եմ։ Ասում են Արսեն ջան, 30 տարի մենք մեր եղբայրներով, մեր երեխաներով պայեցինք մեր օբշի հայրենիքը Արցախը։ Ինչքան կարացանք պայեցինք, մենք չէինք անում արցախցի հայաստանցի։ Պետք է հայրենիքին պաշտպանել մեր քույրերի եղբայրները, մենք դա արել ենք։ Ինչ էր արել Ռուսաստանի Դաշնությունը կոնկրետ գետնի վրա իրենց զորքով դեր մեկ այրուն տվել էր չէ տվել, ինչի իրանց մերը սաղ ուրացվավ, դիմավորեցին տորտերով ու наши спасители да здравствует Россия, բան այդ լոզունգներով Պուտինի այդ բանը կախելով։ Ինձ խնդրում եմ ասա Անաստաս ջան, неужели դու կարող է հենց դրանից այդ մնացել մեր Հայաստանին բնակվող հայերի ենթագիտակցության մեջ, որ այսօր ասում են, թե ռուսին էիք դիմավորում, ռուսը ձեզ հանձնեց հայերի հետ միասին, ասենք երկուսինը համատեղ եղավ, էլի։ Դե գնացեք ախպեր, Ռուսաստանից ինչ ուզում եք պահանջեք, մենք всё բրձելա մեր պատերազմը, մենք ծափ ենք տալի, անգամ արցախցիներ գնում շնորհակալություն են ասում երկու ворտի կորցնելու համար։ Ես դա չեմ հասկանում, ինձ հիմա բացատրեք, կար է դեղ սխալ, թե չկար է ռուսներին այդ ձև դիմավորելու։ Նայեք, ուրեմն Արցախցին Արցախում մնալու համար այդ ժամանակահատվածում ինչ դերակատարություն ում կողմից եղել է, որ Արցախը մնում էր հələ հայկական ու Արցախցին կարողանում է ապրի բանում մայր հողում, այդ պարագայում մենք կարակ ասենք, որ ընդհանուր բոլորիս աչքի առաջ Ռուսաստանի դերակատարությունը պատերազմը կայունացնելու, գիտեք, խոսքի այդ պարագայում ոչ Եվրոպա, ոչ մի Ռուսաստանի դերակատարությունը այդ պատերազմը կայունացնելու, բացի պատերազմ կայունացնելու այդ ամսի 9-ի բանը ստորագրվել այդ համաձայնագրի մեջ Արցախը կար, որ պիտի մնա հայկական։ Ով էր հենց այդ բանում, սահմաններում այդ որ դուք նշում եք այդ նոյեմբերի 9-ի ժամանակ, հայկական զորքեր եղել են, թե չեն եղել սահմաններում։ Ոչ թե մենակ հայկական զորքն է եղել։ Բա եղբայր դու Ռուսաստանին ինչ ես տորտով դիմավորում, երբ որ այդ պահին հայնա մեր բոլորիս եղբայրները քույրերն են արյուն տալիս։ Նայեք, Ռուսաստանը մինչև գալ հասնել Արցախ, այդ որոշումները, այդ քննարկումները եղել է Հայաստանի իշխանության ղեկավարության մասնակցությամբ ու քննարկման որոշմամբ։ Տորտով դիմավորելը։ Լսեք ասեմ էլի, որոշմամբ, չէ։ Այդ որոշումից հետո Արցախահայությունը իր սաղ կյանքում, բացի պատմական թշնամուց, միջ եղել է բարեկամասեր, միջ եղել է հյուրասեր, միջ եղել է այդ շնորհքի պահվածքա։ Մի վերցրեք այդ թեզը, սարքել, որ խոսքի Արցախահայությունը Լավ, Պուտինի նկարը խի կախեցիք, եղբայր։ Ասեմ էլի, դե հիմա ես հարցը ավարտենք, հետո անցնենք հաջորդ հարցին, էլի։ Հա։ Պուտինի դերձևորումը այդ պարագայում նորից եմ ասում, կամ իր խոսքի այդ հարցի լուծման, այդ պահին կայունացնել պատերազմ, այդ հարցը սառեցնել, թողել հետագա սերունդի համար, բայց այն պարագայում Ռուսաստանի պահվածքը դերձևորումը հայության համար, Արցախահայության համար ամեն ձևի ընդունելի էր, որովհետև այդ պահում, այդ փրկվելով կամ մնալով խոսքի Արցախը հայկական լինելը ուրիշ ելք չկար, ուրիշ ճանապարհ չկար։ Կամ պիտի պատմական թշնամու հետ գնում միանգամից Արցախը խոսքի թուրքացման, կամ այդ պահում եթե ունենք գոնե մի շանս, մի հնարավորություն պահպանելու Արցախի հայկական լինելը, ստեղ մենք այդ պահում այդ ձևի դրսևորում։ Ես այդ ձևի եմ էլի տեսում, տեսեք, ես ձեր կարծիքը հարգում եմ։ Որովհետև նայեք, մենք ուրիշ տարբերակ տեսել եք, որ ասեք, բախի եք այս պահում, այս ձևի արել, բայց այս Ռուսաստանի Դաշնությունը վլիանի ունեցել է 30 տարվա մեջ, որպեսզի պատերազմ չլինի Արցախում։ Այո։ Ինչի սկսվեց պատերազմը։ Պատերազմը սկսվեց, ես գիտեմ, թե միջև պատերազմը սկսելը եղել է քննարկումներ տարբեր հանդիպումների ընթացքում հետագա խոսքի Արցախի հիմնախնդրի կարգավիճակի լուծման մասին։ Կարգավիճակի լուծման հետ կապված դեղ տարբեր մոտեցումներ, տարբեր կետերի քննարկումներ ա եղել, որ մի պարագայում ստեղ պիտի
մի մասը սենս նահանջի, մյուս բaragայում էլ այս մասը խոսքի սենս նահանջի։ Ես имею в виду այդ երկու երկրների մեջ քննարկումները Ադրբեջանի եւ Հայաստանի մեջ։ Ադրբեջանը խոսքի պիտի զիջի այս հարցերի, այս կետերի հետ կապված, Հայաստանը, Արցախայությունը պիտի զիջի այս կետերի հետ կապված։ Դա ընդհանրապես ես գիտեմ, թե մեր կողմից եղել է ողջունելի, մեր կողմից եղել է պատրաստականություն այդ հարցի լուծման այդ ձևաչափով, եթե հիշում եք, մի քանի անգամ նմանատիպ հանդիպումներ եղել է միջազգային հարթակներում, ներգրաված թե Մինսկի խումբի ներկայացուցիչներն են, թե ընդհանուր տարբեր կառույցների ներկայացուցիչներն են, եկել է հասել մի կետի, Ադրբեջանը հրաժարվել է։ Եկել է կետի մի պայմանավորվածությունը արդեն մոտ է եղել, էլի համաձայնություն բանանելու, Ադրբեջանը հրաժարել է։ Այս պարագաներում պետք չմոռանանք, որ տարբեր տարիների ընթացքում ինչ մոտեցումներ, ինչ որոշումներ եղել է, ասեմ, ինչ որոշում եղել է, վերջում Ադրբեջանը հրաժարվել։ Ինչի համար, ասեմ ձեզ, որովհետև բոլոր այդ քննարկումների ժամանակ ամենակարևոր կետը կամ ամենակարևոր խոսակցությունը եղել է արցախցիների իրավունքների հետ կապված, Արցախի ժողովրդի իրավունքների հետ կապված։ Ռուսաստանի Դաշնության մասին ինչի եմ ես հիմնավորված խոսում, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը միակ երաշխավորը եղավ 20 թվականից հետո, որ հայությունը այնտեղ կմնա եւ պատերազմ չի սկսվի, այսինքն ինքը խաղապահ զորքերը մտցնելով, խաղապահը մտցնում է, որպեսզի կրակոցներ չլինի։ Ինչ որ անորոշ ժամանակով դա հանդարտվի, մինչև հարցի լուծում գտնվի։ Այո։ Ռուսաստանի Դաշնությունը ինքը ոչ թե մենակ չկարողացավ դա անել, ինքը դաժե նպաստեց նրա համար, որպեսզի Արցախայությունը դուրս գար։ Նորից եմ ասում, Հայաստանի իշխանությունների մեղքը ես գտնում եմ 80%։ 20%-ը օժանդակեցին Ռուսաստանի Դաշնության կամ չհաշվարկած կամ չգիտեմ ինչ ծուռ գործողությունները։ Հիմա բացատրեմ ինչու մասին է խոսքը։ Այո, արևմուտքը շատ մեղավորություն ունի, բայց ինքը հիմնավորված մեղավորություն ունի, որ մենք չենք կարող իր առաջ դնենք։ Հիմա տեսեք, մենակ Մինսկի խմբով մենք կարանք իր առաջ դնենք արևմուտքի, թե ինչու այն փաստաթղթերը, որ ստորագրվել էր, ոչ մի կրակոց պետքա չլինի այս հարցի լուծման համար, եղավ այդ կրակոցը չեղավ, պատերազմ եղավ։ Իրանք հիմնավորում են հետևյալ կերպ, որ Նիկոլ Փաշինյանը ասեց, ես իմ կետից եմ սկսում, այսինքն զրոյացրեց։ Ես ոնց բայ Ալիևին զրոյացվեց, այսինքն այդ չեղյալ համարվեց։ Բայց Ռուսաստանի Դաշնությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթը ստորագրելուց հետո, երբ որ տորտով դիմավորեցին Իրան Արցախում, լավ արեցիք, ձեր կյանքի հետ էր կախված, բայց ել եմ շեշտում, որ մեր հայերը բոլորիս եղբայրներն են այդ պահին այրուն տալիս, որովհետեւ իրանք առաջ չկան թուրքերը։ Ռուսները չէին։ Ուղղակի ռուսները դրոշ էին տնկել, հերադիդակով նայում էին։ Հիմա հարցս ով բերեց տարածաշրջան կամ ով է շահագրգռված, որ երակոմ ֆորմատով լինի այդ դիդարկման կետը, երբ որ Թուրքիան տարածաշրջան մտավ Ռուսաստանի Դաշնության թույլտվությամբ։ Համաձայն եք դուք իմ այդ բառը։ Ասեք ես իմ դիրքը։ Երբ որ Շայգուն հայտարարություն է տարածում, որ մենք թուրքերի հետ Արցախի հարցում հիանալի օպերացիա կազմակերպեցինք, դա ես չեմ ասել, դա Շոյգուն է ասել։ Երբ որ իր տեղակալը այդ նույն այդ կենտրոնի փակման ժամանակ ասում է մենք հիանալի աշխատանք կատարեցինք, երբ որ Արցախայությունը արդեն այնտեղ չի։ Մենք մեր գործը վերջացրեցինք։ Ուզում եմ հասկանամ, ինչ գործ իրանք վերջացրեցին։ Ինչու Արցախահայության ղեկավարությունը, որոնք ավելի շատ հենված են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության, ոչ թե Հայաստան, դրա համար չեկան Հայաստան։ Ինչու իրանք այսօր Բաքվու բերտերում են ու խնդրեմ, այս հարցերին պատասխանեք։ Ինչու մենք մեջբերում ենք տարբեր երկրների ղեկավարների բանը խոսույթը ու դա ավելի շատ կարևորացնում խոսքի նմանատիպ հարցի ցակման ընթացքում, բայց մեր պատասխանատու երաշխավոր կողմ, ես ասեմ, երաշխավոր կողմ ներկայացուցիչը, որ նույն ձեր ասած Եվրոպայում ճանաչում է Արցախը Ադրբեջանի տարածք խոսքի։ Եթե դու տեր չես կաղնում քո հողին, եթե դու քո հողի համար պատրաստ չես պայքարելու, եթե դու քո հողի համար պատրաստ ես վաճառելու կամ գնալ քո սեփական խոսքի փրկության, ես անձնական որոշման հիման վրա եմ ասում, ստեղ ուրիշ մեկը իհարկե իր շահերը խոսքի, որ
այդ երկրի այդ տարածքում ուրիշ երկրի տարածքում, եթե կա ուրիշ երկրների շահը, մենք հասկանում ենք, որ Արտաշ չես, Անաստաս ջան։ Չէ, մի րոպե Չէ, արտաշ չես։ 22 թվականին է հայտարարություն եղել։ Իմ ասածներս մինչև 22-ն էր։ Չէ, մինչև 22 թվականի որ պարագայում։ որ Շայգուի հայտարարությունը, այդ ցենտրի վերջացնի թվականից հետո է եղել։ Շայգուի հայտարարությունը։ Ասում եք Արցախում հայ չկար։ Հայ չկան այդ Տեղահանումից հետո։ Մի րոպե, դա երբ որ արդեն իր տեղակալն ասեց, փակում ենք, մենք վերջացնենք Շայգուի հայտարարությունը։ Եղել է նոյեմբերի 9-ից հետո։ Նոյեմբերի 9-ից հետո։ Այո, հենց անմիջապես։ Համաձայն եմ, նոյեմբերի 9-ից հետո այդ հայտարարությունը, որ ես պրոստը մի քիչ շփոթեցի ուրիշ բանի հետ կապված, նոյեմբերի 9-ից հետո ինչ հայտարարություն էլ որ եղել է, որ խոսքի մենք ձեր ասած բանով որ ամեն ձևի արեցինք, ինչ որ մենք պլանավորել ենք, թե ինչ է այս մեկը մյուսը, նորից եմ ասում, Արցախում ապրում էր հայը, Արցախում կար հայ, Արցախը հայկական է։ Ես միշտ կա իրականություն, կա խոսույթ, չէ՞։ Քաղաքականության մեջ խոսքի տենց բաներ խոսույթներ օգտագործում են։ Խոսքի Իրано-իսրայելական պատերազմի ընթացքում սկզբից Ամերիկան ասում է ես կապ չունեմ, ես չեմ պատերազմը սկսել, չէ՞։ Բայց մենք գիտենք, որ կա այդ, չէ՞։ Հիմի նույն խոսույթի մեջ, նույն խոսքի, դա դիվանագիտական խոսույթ է, դա չի նշանակում, որ բառացիորեն մարդիկ, որի պաշտոնե խոսքեր են բանանում ներկայացնում, այդ չի նշանակում, որ ներքին կարգով էլ կա մեր հետ, կա մեր ուժերի հետ պայմանավորվածություն, որ այս պարագայում էլ խոսքի սենց ենք անելու, սենց ենք անելու։ Դա ընդհանուր աշխարհ է, խաղեր են խաղում բոլորը, խաղեր են խաղում։ Այդ խաղերի ընթացքում ով ուժեղ դիվանագիտություն է վարում, ով ուժեղ խոսքի այդ դիվանագիտության արդյունքներն է ձեռք բերում, այդ կողմն էլ միշտ բան։ Որովհետեւ չերևա, որ ես հագա ռուսական ինչ-որ թեզ եմ տանում, չեք տեսեք։ Անաստաս ջան, ինչի համար եմ ես սա ասում։ Միգուցե ասում եմ մեր սխալը նա էր, որ մենք մի ուժի վրա հենվելով ունեցանք այն ինչ որ ունեցանք, այսինքն տեսեք, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը ինքը հագահայկական շահեր էր սպասարկում, Ռուսաստանի Դաշնությունը եթե ինքը մնար իր բանի մեջ որ մենք իր սայոզնիկն ենք ու իրան պետք է այդ Արցախը, առաջինը Իրան է պետք։ Մեզ կաբացեմ ինչի է պետք Իրան, հենց Ռուսաստանին։ Ու ինքը գնար հագա Նիկոլական այդ թեզերին, ինքը կարար ուժով պահեր Արցախը։ Համաձայն եք թե չէ։ Կարար ուժով պահեր։ Նայեք, Արցախը չի կորցրել Ռուսաստանը, կորցրել է հայ ազգը։ Արցախը չի կորցրել Եվրոպան, կորցրել է հայ ազգը։ Արցախը չի կորցրել Ամերիկան, կորցրել է հայ ազգը։ Այո։ Բեր դրանից ասենք, ոչ թե բայց խաղապահը ինչի՞ չգործեց եղբայր։ Ես ասեմ, խաղապահները չկարողացան գործել այն ժամանակ, երբ խախտվեց այդ պայմանագրի ամսի 9-ի, նոյեմբերի 9-ի պայմանագրի կետերը ու խախտումները սկսեց Ադրբեջանի կողմից սկզբնական։ Բերեք հիշենք։ Հատո խփեին։ Չէ, ուրիշ բան եմ ասում։ Սկզբնական շրջանում այդ խախտումները սկսեց Ադրբեջանի կողմից։ Ես մի քիչ մեջից տեղեկություններ ունեմ, հնարավորություն տվեք արձագանքելու։ Խնդրեմ։ Այդ խախտումների հիման վրա, եթե Հայաստանի կողմից արձագանքը բան չի, պահանջի բանով չի, կամ ինչ որ խիստ քննադատության իմաստ, Ադրբեջանին, ոչ թե ուրիշներին, այլ Ադրբեջանի, որովհետև խախտման սկզբնական դրսևորումը ցուցադրել է Ադրբեջանը։ Խաղապահի, ասեք, խաղապահի ինչա ինքը ինչ պետք է աներ խաղապահը, որ քսես նայում է։ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը խաղ են խաղում ներքին կարգով պայմանավորվածություն, որովհետև նպատակը դրած է Արցախը հանձնելու, ռուսական ուժը ստեղ չի կարա դերակատարություն ունենա, սկզբնական շրջանում ունեցել է հնարավորության չափ այդ դերակատարությունը, ասեմ, եկել է այն պահին հասել, որ բառացիորեն ասում եմ, հիշում եք էլ, եկել է այն պահին, որ արդեն ասել են Նիկոլ, ասա, որ Արցախը քոնը չի, որ անցնենք հաջորդ բանին։ Դրան ասելուց հետո Ադրբեջանի ղեկավարը Ռուսաստանին ասում է բառացիորեն, եղբայրներ, դուք ստեղ ինչ եք անում, մեր հակամարտությունը մեր մեջ է, այս մի ղեկավարը ճանաչում է այս տարածքը մեր տարածքը։ Ինչ է ստիպել այս ղեկավարին գնալ այդ հայտարարությունը տալ։ Ռուսներն է ստիպել։ Ուրիշներն է ստիպել, որ գնա այդ հայտարարությունը արա, ինձ հարց եմ տալիս, էլի խոսքի։ Հիմա ես կասեմ ձեզ մի հատ համեմատություն։ Հա։ Օսետիա, որտեղ կային խաղապահ ուժեր, վրացիք խփեցին այդ խաղապահ ուժերին, ինչ տեղի ունեցավ։
Բայց դուք գիտեք դեղի մանդատի կարգավիճակը ինչ էր։ Կներեք, Խաղապահների ինչ մանդատի լսեք, խաղապահը ունի 1 մանդատ։ Ինքը յուրաքանչյուր տեղ, եթե ենք մտնում այդ անվան տակ, մանդատը արդեն իսկ կա, թույլ չտալ ոչ մի կերպ խաղաղ բնակչությանը կրագեն, որովհետեւ այդ բնակչության վրա չիրագործվի ցեղասպանություն, չիրագործվի խաղապան դա է։ Երաշխավորը ով էր ասեցայում։ Տեսեք, Ռուսաստանի Դաշնությունը Երաշխավորը ինքն էր, չէ՞։ Այո։ Երաշխավորը մեր պարագայում ով էր։ Ռուսաստանի Դաշնությունը ոնց նոյեմբերի 9-ի պայմանագիրը ստորագրվել է։ Նոյեմբերի 9-ի պայմանագիր կա պայմանագիր, ով է եղել Վլադիմիր Պուտինը։ Ինչի համար է Վլադիմիր Պուտինը դրես հիման վրա, օրենքների ման վրա երաշխավոր Արցախի երաշխավոր անվտանգությունը մայր Հայաստանինն է։ Ես նորից եմ կրկնում Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը գլոբալ գերակշռում է բոլոր մեղավորներին։ Ռուսը ոչ պիտի իմ համար գար մեռներ, ոչ ֆրանսիացի, ոչ բան։ Ես դրա մասին չեմ խոսում։ Հեսա դուք հասկանաք ինչ եմ ես ամեն ինչ ասում, Անաստաս ջան։ Ցավը տանը մենք ազգովի 80%-ից ավել երաշխավորվել ենք Ռուսաստանով, որովհետև մենք հավատացել ենք իրանց։ Այո։ Բոլորս հավատացել ենք Պուտինին։ Ինչքան ժամանակ է դա։ Տեսեք, երբ որ ինքը մտավ այնտեղ, տեսեք նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ, երբ որ ստորագրում է երրորդ կողմ, ինքը լինում է գարանտ։ Երբ որ հենց երկրորդ օրվանից չկատարվեցին այդ կետերը Ադրբեջանի կողմից, պիտի Վլադիմիր Պուտինը կանչեր նորից երկուսին, ասել եղբայր բան ենք ստորագրել։ Այս մարտը իրոք Հայաստանը արագ ինքնական սա տալիս էր, ինչ այդ կետերով կար։ Հենց այդ հավեսով էր տալիս, էլ դուսոս։ Չէր ասում, հələ դու էլ արա։ Այդ իրականությունն է, որ Նիկոլ Փաշինյանը արագ իր բաները այդ Լաչինի կորիդոր, Մալիդոր, Քելբաջար, բան, ասենց արագի մեջ տվեց։ Հիմա տեսեք, Անաստաս ջան, մենք եկել ենք հասել ենք մի իրավիճակի, երբ որ արդեն Արցախի հարցը էսի ուզում է փակի, բացի դրանից, որ ուզում է փակի արցախցիներին է թիրախավորում, դիալեկտներին է կպնում, պլյուս արդեն Հայաստանի, մայր Հայաստանի մեծ էս մեր ունեցած էս 29000 չգիտեմ իշկանին 743 է։ Արդեն վտանգը այստեղ է սպառնում, արդեն Երևանին, Սևանին, Սյունիքին, բոլոր տեղերին սպասում է այդ վտանգը։ Ու մենք նորից նստած ենք Ռուսաստանի Դաշնության պահերն ենք խոսում։ Միայն, ես չեմ ասում Ռուսաստանը այստեղ մեծ թշնամի է։ Հիմա մարդը կուզենա Ռուսաստանի հետ թշնամի լինի։ Բայց մենք եթե այդ հարցերը կնջռոտ Ռուսաստանի հետ չքննարկենք, մենք առողջ ընկերություն չենք ունենա, Անաստաս ջան։ Իմ ասածս հետևյալն է։ Այն ինչ որ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը, դա հայ ազգին թշնամացնում է ռուս ազգի հետ։ Արսեն ջան, ես ուրիշ հարց տամ, միջև Նիկոլ Փաշինյանը մեկ խիչ ենք խնդիրներ ունեցել ենք Ռուսաստանի հետ։ Իհարկե ունեցել ենք։ Այո, խնդիրները լուծվել է։ 12 թվականից։ Չէ, ուրիշ բան, խնդիրները լուծվել է։ Չէ։ Բա որ չի լուծվել, խի Արցախը մինչև սրանց գալի կորոք եղել, այդ հիմնախնդիրը չի թե լուծումները չի ունեցել, հնարավորություն ա եղել հետաձգել, հնարավորություն ա եղել ձգձգել, խոսքի, չէ, կային ուրեմն այն մարդիկ, այն ներկայացուցիչները, որ ունակություն ունեին ամեն ծանր իրավիճակում, հակասությունների հետ կապված, չհամոզված պարագաների հետ կապված, բայց այդ ունակությունը ունեին, որ կարողանան ճիշտ դիվանագիտություն վարեն, որ դիվանագիտության ճիշտ վարման ընթացքում ոչ հողը կորուստ ունենա, ոչ ժողովուրդը կորուստ ունենա։ Այդ դա է այդ, բայց եթե սրա նման մարդիկ գալիս են ժողովրդի կորուստով, ժողովրդին տանելով, զոհաբերելով ինչ որ հարցի լուծում, որոշումը կայացնել, որ սա է եղել ճիշտ որոշումը, կամ սա պիտի լիներ, ու վերջում էլ գիտակցաբար վերջո ժամանակները չթաքցնելու խոսքի ասելով, որ մենք գիտակցաբար տարել ենք զոհաբերման։ Հիմա այդ մարդը, որ ասում է գիտակցաբար տարել ենք, ձեր ասած այդ մեջ բերած այդ ղեկավարությունն է, պետություններն է, իրանք արդեն նախորոք գիտեին, որ սա գիտակցաբար է տանում, այսինքն այսօր է դրա մասին ասում, բայց դրանք բոլորը ընդհանուր պարագայում տեսել են, որ սա գիտակցաբար տանում է այդ հողը հանձնելու, չէ՞։ Ամեն ձևի փորձ են արել, կռվի 20 թվի պատերազմի ժամանակ մի քանի անգամ փորձ եղել է պատերազմը կայնեցնելու, չէ՞։ Այդ առաջարկները եղել է, ինչի չեն համաձայնվել, ինչի այնքան հարցեր է ցակում Արսեն ջան, որ կենտրոնանալ մի պահում մենք արտաշ չենք։ Մի պարագայում, մի պահում, ես մի քիչ դա, ես նորից եմ ասում, լինելով Արցախում, ես գտնվելով Արցախի այդ ծանր ժամանակահատվածում, սկսած այդ պատերազմից, ավարտած այդ բլոկադայից, հետո հայաթափումից միջև վերջ օրը դեղ լինելով,
Ես համար մեկ մեղավորը նորից եմ ասում, համարում եմ ներկա իշխանությունը։ Ինչի համար։ Մենք էլ ենք Կար մեղավոր։ բոլոր հնարավորությունները ներկա իշխանության ղեկավարը ձեր ասած Ռուսաստանի հետ էլ կարողանա համաձայնացնի, համոզի, որ ճիշտը սա է, որ Արցախը հայկական մնա, ճիշտը էս պահն է, որ այսքան խոսքի քայլերի գնանք, մենք պատրաստ ենք գնալու, այս մեկ է մույսը։ Այդ բոլորը պիտի աներ իշխանության պատասխանատու ղեկավարությունը, ժողովրդին չպիտի ներքաշեին այս հարցերի մեջ, որ այսօր ես ու դու նստենք, մտածենք, ասենք, բայց մենք ձեր հետ համաձայն ես, որ ահագին բաներ կա, որ տեղյակ չենք։ Ներքին կար։ Բայց դրա համար ասում եմ, մենք մեր տեսածի հիման վրա ենք ձևակերպում մեր Լավ, Անաստաս ջան, բայց Սերժ Սարգսյանը իր տխրահարճակ ելույթի ժամանակ ազգային ժողովում, երբ որ ինքը վերընտրվեց վարչապետ, հիշում եք, մինչև 18 թվականի մասին է խոսքը, ինքը ասում էր հետևյալի մասին, ասում էր, բանակցային գործընթացը գնացել է տուպիկ, եւ պատերազմը անխուսափել է իշխան, ես հիշում եմ իր բառերը բառացիորեն, այսինքն դա Նիկոլ Փաշինյանի օրոք չի սկսվել, ուղղակի Նիկոլ Փաշինյանը տարել է ավարտին ու կազմակերպված տարել, ես դեռ համաձայն եմ այս բառում, բայց այսօր մենք ունենք, այն ինչ որ ունենք, մենք հիմա որ գնանք իրար խեղդենք, թե ով էր մեղավոր այս ամեն ինչի մեջ, մենք ոչ մի բանի չենք հասնի։ Այո, Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես հայ ազգի միակ երաշխավորը դա հայկական բանակն է, երկրորդը հայկական սպյուրքն է, երրորդը մեկ ենք, թիգունքն է։ Ուրիշ ոչ մի երաշխավոր չի կարող լինի։ Բայց եթե մենք այդքան բանը հասկանում ենք, ինչ ենք նորից ընկած ոդու ձեռ երաշխավորներ ենք ման գալիս Արցախյան հարցի համար, Հայաստանյան հարցի համար։ Ոյ ուզում եմ հասկանամ, վերածնվող Արցախ եք դրել անունը։ Ինչպես եք փորձելու վերածնեք Արցախը։ Ինչպես եք փորձելով վերադառնալ մեր բոլորիս պատմական Արցախ, որտեղ հազարամյակներով հայերը եղել են, այսօր առաջի դեպքն է, երբ որ հայերին ամբողջությամբ դուրս են հանել։ Սա մեր ազգի, ասենց ասեմ, ամենամութ, ամենակեղտոտ պատմության էտապն է, որ մենք ապրում ենք։ Ամենազզվելի եւ ամենին նողկալի պատմության էտապն է, որ մենք ապրում ենք։ Ինչպես եք դու դա անելու։ Նորից Ռուսաստանին եք քաշելու առաջ, նորից բան, այդ ձեր հարցին է մի հատ արձագանքեմ, որովհետեւ անպատասխան չմնա իմ կիսատ հարց էր Անաստաս ջան, այսօր դու ես վարողը։ Հա, տես, Ռուսաստանի Դաշնությունը այդ ձեր ասած, որ 30 տարի բանակցում ենք, պահում ենք, դա այդքան էլ դեն չի։ Ռուսաստանը այդ ժամանակը դենց էր պետք։ Երբ որ Ուկրաինայի հարցը առաջ քաշվեց 14 թվականից հետո, այս պայմանավորվածությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որբիսի իրանք չմիջամտեն այդ պատերազմին, բերեց նրան, որ ինքը նորից 100-ամյակների մեջ նորից մեկ անգամ հայկական շահը զիջեց ռուսական շահին, որն էլ նորմալ է։ Ռուսաստանի հայացքից եթե նայում ես, դա նորմալ է, ինքը իր պետական շահերն առաջ տանում։ Ինքը հայկական շահ պետք է առաջ չտանի։ Այ մենք ենք որ կանոնացենք ցարի առաջ միշտ ասում ենք օգնի։ Հիմա խնդրում եմ ասեք ինձ, նորից գերտերությունների շնորհիվ եք դուք պատրաստվում վերածնվող Արցախ դարձնեք, մեզ հետ վերադարձնեք, թե մեր հայկական ուժերով, մեր ուժերով, ներուժով, ուղեղով, ոտքով, ձեռքով, խնդրեմ։ Նայեք, Արսեն, մեր Հայաստանի, մայր Հայաստանի մասին չեմ ասում, խոսում եմ սկզբից այդ ձևակերպումով, էլի աշխարհում փոքրամասնություն ունեցող երկրները միշտ ունենում են երաշխավոր կողմ։ Դաշնակից եք ուզում անվանեք դա, ուզում եք ինչ ուզում եք բարեր անվանեցիք։ Բոլորը ունեն, մեծամասնությունը ունեն գործընկերներ, դաշնակից կամ էլ ոչ խոսքի երաշխավորող անվտանգություն։ Մեր պարագայում ոչ թե ասում դա մեր ուզածն է, մեր չուզած պարագան է, մեր պարագայում մենք էլ պիտի դա ունենանք։ Բայց հարցի մոտեցումը տարբեր բան ունի, մոտեցման ձև ունենա։ Ձերը ո՞րն է։ Իմս, ուրեմն մենք ազգային որպես ազգ հայ, մենք սկզբից պիտի մեզ դրսևորենք, որ մենք խոսքի համախմբվածությունն է, ուժեղ լինելն է, պատրաստականությունն է, պայքարելն է մեր շահերի տարածքի, հողի, պատմական սրբությունների համար, դրանից հետո արդեն դու կարողանաս ուրիշի հետ խոսես կամ ուրիշի հետ պայմանավորվածության համաձայնության գաս։ Ու դա իրականություն դարձնելը դժվար չի։ Ես ձեզ մի բան ասեմ։ Ես քեզ մի բան ասեմ։ Արցախի շարժումը, որ սկսել է, այն ժամանակ պատերազմը, որ եղավ, ինչի հիման վրա մենք հաղթող կողմ դրսևորեցինք։ Մենք ունենք գաղափարախոսություն։
ունենք ով այդ գաղափարախոսությունը ազգի ժողովրդի մեջ արտնացրել, ամրապնդել, ամրագրել, առաջնային քաշել։ Եթե Առաջնորդները ովքեր այդ բացի առաջնորդներից, սենց ասեմ, մենք բացի հայկական առաջնորդներից էլ խոսքի ասում մեր մեջ արինը կանչում էր, ախպեր, ես օրինակ մտին լսին, չեմ գնացի հորս ասեմ, ինչ է իմ կյանքս այսքան վատ, որտեվ հասկացել եմ, որ էսի գոյաբանական կռիվ է։ Արցախը նախ առաջին ասեմ, որ մեր հողերի համար չի եղել։ Այո, ես ուզում եմ դրա վրա բերեմ, էլի Արսեն ջան, այդ բանը, որ ասում ես, դա քո ծնողի հոր-մոր կողմից դու դաստիարակվել ես, տեսել ես ու քո մեջ դա այդ բանը զարգացել է ու առաջնային է եղել, որպես ազգային պատկանելություն միշտ կար չէ, մեկ էլ կրոնական պատկանելություն, խաչը ձեռներս, մեկ էլ հայ ենք մենք խոսքի։ Այդ գաղափարախոսությունը, որ ասում ես այն ժամանակ եղել է, ինչի շնորհիվ է եղել։ Այն տարածքում, այն ազգի մեջ, եթե մի բանը զարգանում է ու ավելի շատ տարիներ է ունենում, դրա ում շնորհիվ է լինում։ Լինում է ղեկավարության, լինում է պետական ծրագրերի, լինում է քո ազգային մտավորականության բանը դերակատարությունը, չէ, ամեն մեկը իր երկի մեջ դա է խոսում, իր բանաստեղծության մեջ դա է խոսում, դասեր անցնելու ընթացքում առաջնայինի դրա մասին է խոսում, ընկերության փողոցում, շրջապատում խոսելուց դրա մասին է խոսում, չէ, դրա համար դա ունենում է մեծամասնություն, այս մեկ եմ ուս։ Մենք այսօր, որ ես ինչի համար եմ համատաբար ասում, այսօր որ ասում է դուք խի եք ողջ մնացել, կամ խի եք դուք ողջ, ես ձեզ բան երկրի ղեկավարության պաշտոնյա մարդը, պատասխանատու առաջնորդը իր ազգի ժողովրդին մահն է տեսնում ու ափսոսում է, որ խի եք ողջ մնացել, չէ, իմ ու քո ասած խոսակցությունը դա ես կուզեի տեսնել մեր հանրության մեջ մեծամասնության բանով, ազգի ամեն մի ազգի մեջ գիտակցող մասան կազմում է 2-3%։ Տենց է, հայի մասին չի, ընդհանուր բոլոր ազգությունների մեջ միշտ գիտակցող մասան կազմում է 2/3 մասը։ Այդ 2/3 մասի հնարավորություն եթե ունենանում է երկրի ղեկավարը լինում, կամ էլ ինչ-որտեղ առաջնորդ լինում, կամ ինչ-որ այդ պարագան զարգանում է այդ ազգը, այդ ժողովուրդը այդ խոսույթի հիման վրա է շարժվում, առաջնորդվում։ Եթե ծնվում է մի հատ մարդ, որ կյանքում հիմար է եղել, առաջնորդ բան է եղել, իր էությունը ոչ մի բան չկա տենց, չի անցյալ չունի, թե հայրենիքի հետ կապված, թե այն բաների, արժեքների հետ կապված, այս մեկը ումուս, այսօր գալիս է իշխանության, բերում են իշխանության կամ դուք նրանից ինչ եք ուզում տեսնեք։ Ինչ եք ուզում մենք դրա համար որ ասում եմ այդ հարցը Արցախի հիմնախնդրի հետ անունը դնելով վերածնվող Արցախ, ով ինչ ուզում է ասի, ես Արցախում ծնված, Արցախում մեծացած, այսօր անտուն, անհայրենիք, խոսքի այն պապական բանի մասին եմ, բնորանի մասին եմ խոսում, ես իրավունք չունեմ ոչ ուրիշ անուն դնելու, ես իրավունք չունեմ ուրիշ անելիքներով զբաղվելու, որովհետև ես առաջնորդվում եմ հայ էության բանով, սկզբունքներով, կրոնական պատկանելության սկզբունքներով։ Ես առաջնորդում եմ նրան, որ իմ հոր մոր գերեզմանը որտեղ կա, ես էլ պիտի այդ գերեզմանի կողքին կյանքի ընթացքում ապրելու, որ իմ բանելի, էլ ինտեղ հողարկավորվեմ։ Ես դրա լուծման հարցը տենում եմ, որովհետև իմ նպատակս դա է, ու այդ ցավի մենակ իմ մեջ մի բուժում եմ տենում, այդ հարցի, այդ ցավի լուծման խոսքի բուժումը վերադառնալ Արցախն է, հայկական Արցախը։ Սա ուզում եք ընդունեք որպես այդ որ ասում ես եմ ասում ֆանտազիա, ուզում եք ընդունեք, չի ուրիշ բան եմ ասում։ Տարբեր ճանապարհներ կան։ Ես ունեմ երկու առաջինի մի հատ հստակ պատասխան դրան, այն տղերքը, եթե միշտ մենք մեջբերում ենք, մեր հերոսներից սկսած, մեր են զոհված տղորցից սկսած, բոլորը եթե զոհաբերել են իրենց կյանքը գիտակցաբար հանուն հողին, հանուն այն հողին, որ դա չի նշանակում ինքը դեղ ապրում է, ապրելու է, չի ապրելու, այդ գաղափարախոսությունով ես դրանով եմ առաջնորդվում։ Արցախի հետ վերադարձը ես տեսնում եմ, եթե գա ժամանակ, թե ուզում եք թե դիվանագիտական հասկացողությունն է, թե չէ, ես դա տեսնում եմ պատերազմով։ Բոլորը ինձ կներեն, ես դա իմ դիրքորոշումս է, պատերազմով։ Պատերազմը, որ ասում են գնացեք զոհաբերեք, մեր երեխոցը բան, դա սխալ մոտեցում է։
ասեմ ձեզ, մի հատ թաղամաս է, թշնամին թաղամասում հարձակվել է մի հատ տան վրա, բայց թշնամու նպատակը այս տունը չի գրավելը, թաղամասն է գրավելը, չէ՞։ Հիմա եթե ես ասում եմ գնա քո տան համար դու կռվի, վաղը ես կորցնելու եմ նաև իմ տունս, չէ՞։ Ու տենց Արցախը եղավ։ Եթե մենք համազգային միասնականությունով այդ ձեր ասած գաղափարախոսությունով ենք առաջնորդվել ու հաղթող ենք եղել, այսօր դա պիտի առաջնայինի լինի։ Մենք դրանով Արցախի հետ վերադարձը, Արցախի զոհաբերելը, բոլոր հանուն մեր զոհվածների, նորից եմ ասում, եթե իրենց եղել է ընտրություն չզոհվել, եղել է, չէ, համաձայն ես, չգնալ այդ քայլին, մենք այսօր ով ենք, որ թելադրենք կամ այսօր ով եք, որ մենք չշարունակենք այդ գործողությունը։ Կգա ժամանակ, չեմ ասում այսօրվա պարագայում, վաղվա պարագայում, կգա ժամանակ, մենք էլ նույն հնարավորությունը կստեղծվի, կծնվի, որ Ադրբեջանը 30 տարի սպասում էր մի հնարավորության, մի պահի, կգա կծնվի այդ հնարավորությունը, թագա կլինի մի տարուց, թագա կլինի 5 տարուց հետո, այդ հարցից, Արցախի վերականգնման հարցից մենք չպիտի հրաժարվենք, մենք չպիտի թողենք մեզ տանեն այդ ուղղության վրա, որ հարմարվենք։ Դրա համար պետքա ճիշտ ընտրություն անենք։ Անաստաս ջան, տեսեք, նույն ես վերադառնամ Ռուսաստանի Դաշնությանը։ Ես մի քիչ ուրիշ ձև եմ մտածում Արցախահայության հետ վերադարձի հարցը։ Հիմա բացատրեմ ինչու։ Նախ առաջինը ես իմ հետևորդներին խնդրեմ, որպեսզի ճիշտ հասկանաք, իմ մոտ սովորական հարցազրույց չի, իմ մոտ դիսկուսիա է, եւ ես որպես վարող նաեւ դիսկուսիայի մեջ եմ մտնում իմ հյուրի հետ, որպեսզի հետաքրքիր ստացվի նախ ձեր համար, երկրորդը մենք հասկանանք վերջնարդյունքը ինչ ստացանք մենք, ինչ պրոդուկտ ստացանք։ Չասեք, չես թողնում խոսեն։ Թողնում եմ, բայց տեսեք, Ռուսաստանի Դաշնությունը այսօր կանել է մեզ, ասում է, արդեն որոշակի բանջարեղեններ չի թողում, մրգեղեն չի թողում, ասում է գազն եմ թանկացնելու, էս եմ անելու, այն եմ անելու։ Դա իմ համար երկրորդական է։ Ճիշտ է, այդ տնտեսությունների համար վատ կլինի, բայց երկրորդական է, ասեմ ինչու։ Ես Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունից հենց հիմա նայելով էկրանին, ասում եմ ու պահանջում եմ, ինչպես թույլ տվեցիք Նիկոլ Փաշինյան եւ մնացածին Արցախս, ձեր թույլտվությամբ նույնպես Արցախս կորցնել, դուք էլ մտածեք ոնց եք հետ բերելու Ռուսաստանի Դաշնության զինվորի այրունը տալով։ Հայ մարտիկները ձեր սխալների համար այլևս պիտի արյուն չտան ու մենք չպետք է դառնանք Անաստաս ջան գերտերությունների դեմ թե Ամերիկայի Միացյալ, թե Բրիտանիա, թե Ռուսաստան խաղալիք։ Մեր ժողովուրդը այլևս պիտի արյուն չտա, որպեսզի մեզ խաղացնեն։ Այո, եթե մենք որոշում ենք ազգովի, որ Ռուսաստանն էլ թող պաշոլ նատրի բուկվի, էնել, բոլորն էլ մենք ելնում ենք ազգովի, գնում ենք կամ մեռնում ենք կամ հաղթում ենք։ Ես համաձայն եմ, ելնենք անենք, բայց դրանից հետո չբերենք Պուտինի նկարներ չանենք, Տրամպի նկարներ չանենք։ Իմ համար բոլորը մեկ դեմքով են, մեկ ականջներ ունեն։ Հայերի, շահի հաշվին իրանց խաղերը խաղան։ Ինչի պիտի մեզ դարձնեն այսօր պոլիգոն։ Իրանք տանում են ամեն ինչ անում, որպեսզի Հայաստանը դառնա թատերաբեմ, որպեսզի այդ գերտերությունները ունենք Նիկոլ Փաշինյան, որը ասենց ասեմ, ինքը ոչ շիզոֆրենիկ է, ոչ խելագար է, ոչ էլ բան է։ Ինքը շատ հմուտ, շատ խելատի, շատ ճարբիկ կատարում է այն, որ պունկտերով գրել տվել են իրար։ Տարբեր սցենարներով ունի A, B, C, D եւ այլն եւ այլն։ Շատ խելացի, դաժե այսօր նախընտրական այս բանում, այսքան հավիրքից հետո իր ռեյտինգը բարձրանում է, ես դրա մասին չեմ վախենա, կասեմ։ Ինչ գիտեք ինչու՞ց է, որ ինքը այս ժողովրդի այդ ձեր ասած տոկոսի լարից բռնել է ու կարող է խաղացնի։ Դա ում մեղավորությունն է։ Նիկոլինը չի, դա մեր ընդդիմության սխալ դիժկավորման եւ սխալ բացատրության մեջ է։ Ոչ թե մենք պետք է չարով ասենք, այ հեսա կգանք ձեր տիրոջերն անձեմ, ձեր զոմբի նայեք ձեզ, ինչ ենք անելու, դա ոչ մի տեղ է տանում մեզ։ Այլ պիտի համբերատար աշխատենք ու համբերատար ասենք, ով եկավ այս երկրում ղեկավար Նիկոլ Փաշինյանից հետո, ազգի միավորումը պետք է լինի համար 1 ստրատեգիան։ Այլապես Անաստաս ջան համաձայնվի։ Եթե մենք միասին չենք, մենք կործանված ենք։ Նայեք, մեր եթե ազգային շահերի մասին եք խոսում, բոլոր հաջողությունները, բոլոր հաղթանակները մենք միշտ ունեցել ենք ազգային համախմբվածության շնորհիվ։ Այսօր ազգային համախմբվածությունը մենք տեսնում ենք, որ բաժանված է տարբեր բաների։ Մեկը հետապնդում է շահ, մեկը հետապնդում է լավ փոր ուտելու, մեկը հետապնդում է բիզնեսի ոլորտը, մեկը մենք
ազգային այդ գաղափարախոսություն, որ բառերը միշտ օգտագործում են, դրանով խոսքի շատ քիչ ենք առաջնորդվում։ Ցավոք սրտի գալիս է այն պահը, որ կամ ընտրություններ պիտի լինի, այդ ժամանակ ենք սկսում դա առաջնային խոսելը, ներկայացնելը, ժողովրդին բացատրել էս մեկը, բայց ես դա գիտեմ, թե դա միշտ մշտական պիտի լինի։ Միշտ պիտի լինի, որ դու ժողովրդին չգնաս մի պահում իր մեջ արտնացնես ինչ-որ բաներ, հետո ասես դա դրա ինչի համար է պետք։ Ես որ այն ազգային ժողովում ելույթի ժամանակ, որ ասել եմ միշտ ժողովրդի հետ շփվեք, ժողովուրդը մեր ընկալման խնդիր ունի։ Դա ի՞նչ է, խնդիրը ինչի մեջ է, որովհետև քիչ եք շփվում հանրության հետ, հասարակության հետ։ Քիչ շփվելով հասարակության հետ, հասարակությունը չի կարող լիովին տիրապետի իրադարձությունների կամ վտանգների կամ լավ բաների հետ կապված այդ տեսլականը։ Գալիս է պահը, որ գալիս է խոսքի ընտրությունների, այդ պահում ինչ խնդիրներ կա կամ այդ պահում ինչ հարցերի ծագումներ կա, այդ ժամանակ ամեն մի առաջնորդ տեխնացու ժողովրդին բացատրում է իր կողմը ներգրավելու համար։ Ես ասեմ, այն բաները, որ մենակ ընտրության ժամանակ են ասում, խոստումները կամ ինչ որ վաղվա ապագայի հետ կապված այդ բաներն է, ազգի ժողովրդի կարևորությանը, այս բանովը, ես այսօրվա պարագայում դա չեմ ընդունում, որ դա պիտի լինի մենակ ընտրությունների ժամանակ։ Ու բոլոր իմ խնդիրս այսօր իմ պահում, որ ես որոշում հələ չեմ կայացրել, ինչ ուժերի, ինչ բանին խոսքի ուղերձով կամ ինչ որ դիմևելու, խնդիրը իմ մեջ չի։ Ես խնդիր ունեմ, ես չեմ կարողանում այդ որոշումը կայացնեմ։ Այդ որոշումը կայացնելու համար իրոք իմ մեջ խնդիր է։ Ես ուզում եմ դա տեսնեմ, բայց իմ որոշումս ես ուզում եմ կայացնեմ ոգևորված, ուզում եմ կայացնեմ ես ասես բառերս սրտիցս դուրս գալով, ուզում եմ կայացնեմ այն մարդկանց նկատմամբ իրական որտեղ տեսնում եմ խոսքի այն, որ ես ոգևորում եմ, որ դա կա։ Բայց այսօրվա պարագայում մենք ունենալով ընդդիմադիր դաշտում, ես իմ տեսլականս ասում, 3 ընդդիմադիր ուժ, մեկ էլ ներկա իշխանության խոսքի բանը, չէ։ Ես Սպայդերմենը։ Հա, չէ, չգիտեմ, ես մնացածին անվանում եմ Բոլորին դեմ եմ ընդդիմադիր, չի։ Նայեք, ես էլ եմ ընդդիմադիր։ Չէ, Սպայդերմենը դու գիտեք ով է։ Ես գիտեմ, բոլորի դեմի մասին որ խոսում եք, կամ էլ մնացած այն կուսակցությունները, որ հայտարարել են ու ներգրավել են այս քարոզարշավին, այս մեկը մյուսը, ես ուզում եմ մի բան այդ հարցի, այդ հարցի պատասխանը ես մի քիչ առաջ բարձրաձայնել եմ։ Դուք վստահ եք, որ այդ ձայների այդ տոկոսային շեմը անցնելու եք։ Իհարկե ոչ։ Ինչի համար է այդ խաղը խաղացվում։ Նիկոլին ձայն տալու։ Դե հիմի դուք մեկ ես հարց տվեցի, դուք պատասխանեցիք, չէ։ Հիմի Այսօր դու ես կարող Անաստասիան։ Դե հիմի ես չանդրադառնա դրանց մասին, որովհետև մնացած բոլորի մասին, որովհետև ես չեմ տեսնում այդ իրական իրենց դերակատարությունը, որ մեծ պլյուս կբերեն կամ մեծ հաջողությունների կբերեն այս պատմական ծանր ժամանակահատվածը, որը ես անվանում եմ պատերազմ, սա պատերազմ է, որը ես համարում եմ այս պատերազմում ով հաղթեց, սրանով որոշվում է վաղվա հայի կերպարը դաժե։ Հային ինչ աչքով են նայելու, հային ինչպես են դիմելու ու հային նկատմամբ ոնց են վերաբերվելու։ Հիմա Արսեն ջան, քո բոլոր հարցերի այդ բաների, որ մի բանի շուրջ պատասխանն է, այս պարագայում եղել է նույն ձևն էլ, ոնց որ ընտրվել է սա մի 5 տարի առաջ, չէ, կամ էլ 21 թվին ոչմ էս մեկ է մույսը։ Այն ժամանակվա տված խոստումները վերջում բերեց աղետ մեր գլխին, այսօրվա տված խոստումներից սրանց ինչով է տարբերում, ինձ համար ոչ մի բանով, որովհետև այն նույն մարդն է խոսում, այն Բայց ինքը գեներացնում է, տեսեք, ինքը ասում է Արցախների հետ ինչի չմեռակ։ Ես ու դու եք ասեմ ինչի չմեռակ։ Դրան 2 օր հետո Անաստաս ջան, ախր դուք չեք կարող ինձ բացատրեք։ Ես անգամ հոկեբանին եմ գրել, ասում եմ, էս ի՞նչ է կատարվում։ Ինձ պատասխաները ես սենց մոդավոր հասկացեմ, բայց մոդավոր։ Արցախցիներին ասում է ինչի դուք չմեռակ։ 2 օր հետո 2 արցախցի կին, մեկը գնում ասում է 2 չէ, Զավագսը ամուսինը զոհվել են, շնորհակալ եմ, լացելով։ Ինչու համար է շնորհակալ։ Մյուսը գնում է ասում է ես Արցախահայ եմ, ես Արցախից դուրս եմ եկել, գործել եմ տուն տեղս, շնորհակալ եմ։ Դե լավ, դուք 2 հայ եք բերում, մեջ բերում։ Այ շատ են իրանք։ Ուրիշ բան եմ ասում։
բան դեմներդ նստած այլ Արցախցի մի հատ էլ կան ու ես ասեմ մեծամասնությունը բերեք սենց էլի մոտենակ այդ հարցին ոչ թե ազնական որովհետև մեր հայության մեջ մեր ազգության մեջ այդ լուրջ պահերի ընթացքում մենք զոհ ենք դարել հենց այդ պահվածքի դրսևորման այդ խոսքի չեմ ուզում էլի բարեր ուրիշ բան անեմ որովհետև այդ մարդու երեխեն որ զոհաբերել է ես դες բան ասեմ նա չի իմացել որ իր հարածնողը կգնա կշնորհավորի երեխան չի իմացել ես դες հստակ ասում եմ երեխան չի իմացել որ գնալու է ինքը զոհվի իր ծնողը գնալու է շնորհակալություն հայտնի որ այդ իր զոհված այդ հողու հանձնվել է թշնամուն ես դες 1000% ասեմ որովհետև երեխու սխրանքը ուրիշ է ծնողի պահվածքը ուրիշ է ես դες ասեմ ուրիշ բան հետո ձեզ ասեք ինչ եք դուք ողջ մնացել ինչ եք ողջ մնացել ինչ եք ողջ մնացել հարցի պատասխանը տամ ասնեմ դրան մեր ընտանիքում 4 եղբայր ենք մի քույր իմ եղբայրս մի հատ եղբայրս 20 տարի է Հայաստան չի գալիս մի ընտանիքից ենք չէ հայմատաբար ձեր են պատասխանին եմ ասում որ ծնողը երեխու նկատմամբ տես բան ասում բայց ես էլ հակառակը Արցախում այդ ժամանակ то есть տարբերություն բայց ինչի չի գալիս էդ էլ կասեմ այն որ դուք հարց տալիս եք ինչի համար եմ ես ողջ մնացել այո ու վերաբերում է խոսքի այն մնացածին էլ ովքեր են այո ձեր դեմքով բոլորը հա մենք ողջ ենք մնացել երևի Աստծո բանով որ ասում եմ կամքով որովհետև պատժելու բանը Արցախ ազնողներին ես ողջ եմ մնացել մի րոպե թողեք ես ասեմ էլի ինչ բառեր չէ չեմ ուզում դուք պատժելուց խոսեք ես հիմա իմ հաղորդումից մի խոսացեք չէ պատժել չեմ ասում դե բացատրեք ինչու մասին է խոսքը շարունակությունն եմ ասում պատժելը որ ասում եք պատժելը չի նշանակում գնաս մի հատ որ ասես սրանք ովքեր են որ հալա ձեռներս էլ կեղտոտացնենք պիտի տեսնակ մարդկանց պատասխանատվության ենթարկած պիտի տեսնեք մարդիկ պատժված հանդկացողությունը բանտում փթելուց բանտում այդ որ ասում եմ բոլոր այդ մեղավորները որ այդ ձևի պատիժ պիտի տեսնենք մենք օրենքի համապատասխան Աստծո ներքո Աստծո որ ասում եմ բանու տակ ես ինչ խոսեմ ցավը տանեմ ինչ ես ուզում ինձանից լսես հարազատներ կորցրած հայրենիք կորցրած եղբայրս գերության մեջ ես ցեղ նստած ինչից խոսեմ ուրիշ բանից չեմ կարա չէ խոսեմ Արսեն ես այսօր այդ բարերը որ ասում եմ ես ստիպված եմ ասում Արսեն ես Ղարաբաղում լինեի թքած ունեմ սրանց վրա այս ղեկավարների վրա եմ ասում չեմ էլ ճանաչում անձամբ չգիտեմ սա անձնական բան չի բարեր չի խոսու չի սա ցավա որ ես այդ ցավի լուծումը բուժումը մենակ այդ ձևի եմ տեսնում ու բոլոր 10,000 100,000-ից ավել հարցախայություն բոլոր զոհվածների ծնողները դա են ուզում տենամ Խիչ պիտի մենք բաց խոսենք, խիչ պիտի մենք դա պահանջենք, խիչ պիտի վախեմ ես խոսալուց, որ պատժած տեսնեմ ես այդ չեմ օրենքի առաջ բոլորս պետք է հավասար լինենք, բոլոր հանցագործները պետք է պատասխան տան։ Ցավը տանեմ, օրենքը օրենքով մարդկային զգացմունքը, մարդկային իրա, որ ասում եմ, բնության կողմից տված իրա էությունը դա լրիվ ուրիշ բան է։ Ես իրավունք ունեմ այս բարերը օգտագործելու, ինձ բերել աղետ են գլխից, ինձ բերել ցավ են պատճառել։ Անձնական չի, հայրենիք կորցրել։ Երեք այս սրանից մի շաբաթ առաջ Արսեն մի բան ասեմ։ Հորս մորս գերեզմանը քանդած նկարները ունեմ, հեսա ցույց կտամ կտեղադրես։ Իմ հորս մորս գերեզմանը քանդած, հավիրակած, մի հատ թուրք գերեզմանի վրա նստած։ Այդ նկարները ես տես ինձ մարդ ա ուղարկում, դրա ինչ որ TikTok-ում բան ունի, տենց էդ։ Ու այդ դեղ են ապրում, մեր գյուղում են ապրում։ Ու այդ գյուղում ինքը նկարահանելով գյուղում ինձ ուղարկում են ես տեսնում եմ մի հատ տենց տեսարան ինչ եք ուզում ինձանից ում պիտի ես հանդուրժեմ այսօրվա այդ խաղաղություն բերողը որ ասում է նրանք են կամ այսօր ես որ ասում եմ ես դրա մեջ տենում եմ ինձ որ Ալիևը ասում է սեպարատիստ այո ես սեպարատիստ եմ հա որովհետև սեպարատիստ դուք եք ինձ սարքել սեպարատիստ բերել մեզ դուք եք հասցրել այդ սեպարատիստին Հասկանում եք դուք վրեժ խնդիրի ես տեսնում եմ լուծումը մենակ վրեժ խնդրով ես հպարտանում եմ մեր առաջնորդներին սկսած այն պատմական ժամանակներ են եղերնից հետո սկսած վրեժ խնդիրով են մենակ կարողացել կայնեցնել թշնամուն մեկ պատմական թշնամու հետ խնդիր ունեք ժողովուրդ հասկանում եք դու ես այս Նիկոլ այս ինչ կա չկա ստեղ ժողովուրդ սրանք
Այն մեր համար որ ասում մենք ինքներս հարցի լուծումը մենք պիտի տանք, բայց մենք մեր Անաստաճան, հարցի լուծումը ժամանակը մոդենում է ավարտին, մի հարցել եմ ուզում անպայման ձեզ տամ։ Այո, խնդրեմ։ Կներեք, Պրոստը պահի տակ որ Ոչինչ, ես իմ դիրք որոշումը Ես չեմ կարա ձեր վիճակի մեջ ելնեմ։ Չես կարա, որովհետև ես այս ստրանով եմ առաջնորդվում։ Նորից եմ ասում, այն տղերքը որ զոհաբերել են հանուն Արցախին, նրանք հանուն արցախցիների համար չեն զոհաբերել։ Նրանք հանուն Արցախի, հայկական Արցախի համար են զոհաբերել։ Ամբողջ Դրա հայության համար համար։ ես դրանով եմ առաջնորդվում։ Ով կարա ինձ ասի, որ կամես մեկ եմ ուս, ոչ մեկը։ Չէ, ցավը տանեմ։ Ես չեմ կարա ձեր ցավի մեջ մտնեմ, քանի որ անմիջական ֆիզիկապես ես այդ ցավը չեմ ապրել։ Ես կարամ վերաբրեմ պատկերացումով, թե դա ինչ կարա նշանակի, եթե իմ համար տարբերություն չկա, Արցախն է, թե Սյունիքն է, թե Շիրակի դաշտավայրն է։ Ես ուղղակի վերջին հարցը հետևյալ կերպ տամ։ Մի քիչ sense հանդարտվենք։ Մենք ունենք պատմական նաև մեկ հնարավորություն մեր հարցերը լուծենք գրիչով ամսի 7-ին։ Ես ուզում եմ հասկանամ, ես ճիշտ եմ պատկերացնում, թե ոչ։ Ինչքան շատ մասնակցություն լինի, այնքան Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը քչանում է հնարավորության։ Այսինքն մարդիկ գնան տան ձայները ոչ Նիկոլ Փաշինյանին եւ իր կողմի արբանյակներին, այլ ռեալ այդ ձեր կողմից նշված 4, 3 կամ ինչ որ 5 ուժերի, որոնք չեն փոշիացնի Նիկոլ Փաշինյանի համար։ Դուք չեք գտնում դա ելք, որ այս նավը գոնե կանգնեցնենք, այս որ հայկական նավը գնում կանգնեցնենք, հետո նոր հանգիստ նստենք նավապետ ընտրենք, կարողանանք կամած դառնանք այն ուղում, որն մեզ պետք է։ Մասնակցությունը կարևոր է, թե չէ։ Արսեն ջան, մի քիչ առաջ որ ասեցիր մեր խոսակցությանը գանք մի հատ արդեն եզրակացության, հենց եկանք այդ եզրակացության։ Ամսի 7-ի հետ կապված, որ ասում են պատմական վճռական ժամանակաշրջանը, պահա վեկտորա փոխվելու եղբայր։ Կամ գնում ենք իրական ծրագրերի իրականացում թուրքացման, ու ես ասեմ դա թուրքացման ծրագիր է։ Հա, կամ մենք ձեր ասած կաղնեցնում ենք, մի հատ նավա խոսքի բանանում, այդ նավին էլ նավապետ ենք ընտրում խոսքի ու շարժվում ուժը մեր սկզբունքներով, հայկական շահերով, կամ էլ մնաց ինչ կապված է, հայավարի, ասեմ ձեզ, հայավարի։ Ու ես ձեզ ասեմ, ես կողմնակից եմ նույն խոսույթին, որ բոլոր ամեն մի մարդ Մայր Հայաստանում գտնվելուց սփյուռքից էլ, սփյուռքը այսօր պիտի բոլորը ստեղ լինեն։ Այն մարդիկ էլ, որ ասում են, ինչ որ դերակատարություն կարող են ունենալ, բառացիորեն ասում եմ, մարդիկ էլ ունենալով ուրիշ երկրների խոսքի քաղաքացիություն, բայց բարեկամներ ստե ունենալով, հարազատություն ստե ունենալով, եթե դուք կողմնակից եք, որ այսօրվա իշխանությունը չվերընտրվի, բոլորդ եկեք ստեղ, ձեր բարեկամների, այդ ձեր աջակցությունը դրա մեջ ալնելու։ Եկեք ստեղ ձեր բարեկամների, ձեր հարազատների հետ միասին գնացեք ընտրությունների, դուք կկաղնեք հայաթուն, որ ձեզ ընտրության բան չունեք, ուրիշ քաղաքացիություն ունեք, ձեր ժողովրդին, ձեր հասարակությանը, ձեր շրջապատին բան անեք։ Հիմի կոչս իմ կողմից ուղերձս էլ, որ ուզում եք լսեք, այո, ես կողմնակից եմ, բոլորս միասին գնանք ընտրություններին, ինչքան շատ մեծականակ մարդ մասնակցի այս ընտրություններին, ու ես դա պարտավորություն եմ, որ պարտավոր են գնալու։ Իրոք պարտավոր են, դա էլ ձեր պատասխանատվությունն է, արդեն ձեր ընտանիքի, ձեր երեխոց առաջ վաղվա օրվա համար։ Գնալ բանանելու, ընտրությունների մասնակցելու, ընտրել, ընտրություն էլ կան դեղ։ Քաղաքական բանում, դիմադիր դաշտում բոլորին էլ էլի ընտրություն ունեն։ Գնացեք ընտրեք։ Շատ լավ։ Շնորհակալություն, պարոն Իսրայելյան, Անաստաս ջան։ Ձեզ էլ շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, ես ընդամենը 2 բառով կասեմ, եթե ուզում եք պատերազմ չլինի, ուրեմն պետք է պատրաստ լինեք, իսկ պատրաստ կարող եք լինեք ոչ թե շքերթներով, տեսեք, զենքը կարա շատ լավն լինի, բայց հրամանտվողը նահանջի հրամանտ է, այդ նույն զենքով։ Իսկ մենք ունենք տարբերակներ, երբ որ մեր գերագույնը այսօրվա, որ մենք ունենք, նահանջ, զիջել։ Մի օր պետքա ստոպ տվի այս ամեն ինչին։ Դրա համար գնացեք ընտրատեղամասեր, մի վախեցեք, գնացեք եւ ձեր ձայնը տվեք, նրանց ում որ համարում եք, որ ինքն է այս երաշխավորը այդ խաղաղության, ոչ թե օդի միջից խաղաղության, որը ոչ մի բանով ստորագրված անգամ թղթի վրա չունենք մենք այդ խաղաղությունը, այլ կգան մարդիկ, ուժեր, որոնք հայ կգան ինքնության վրա հիմնվելով,
կմիասնականացնեն մեզ բոլորիս մի անգամ նորից գաղափարի շուրջ եւ մենք բոլորս միասին պատրաստ կլինենք ասելու Ալիևին մենք խաղաղություն ենք ուզում բայց եթե դու ուզում ես պատերազմ ու ուզում ես նվաստացում քո ժողովրդի առաջ համեցեք նույն 300,000-ի մասին որ խոսույթ է գնում որ Ալիևը ասում է ես այդ խոսույթը չեմ ուզում դաժե տամ ուզում եք գաք Հայաստան տեսնեք ինչպես են ձեզ դիմավորում արեք կտեսնեք Անաստաս ջան, շնորհակալություն եւս մեկ անգամ Շնորհակալություն։ Ձեզ համբերություն եմ մաղթում այդ նկարներն էլ թող մնա ամենավատ հուշերը ձեր կյանքի ընթացքում մենք կփոխենք ամեն ինչ լայքը դնում ենք բարոյականները բարոյական հաղորդագրություն են գրում անբարոյականները անբարոյական Շնորհակալություն Արսեն ջան